Բարև ձեզ հեռուստադիտող բարեկամներ, դուք դիտում եք ABC TV ուղիղ եթեր հաղորդաշարը, որ սփռվում է երկուշաբթի մինչև ուրբաթ օրեր երեկոյան ժամը 9-ին, Կիրակի առավոտյան ժամը 10-ին այս կայանով։ Այս ծրագիրը բոլոր ծրագիրները հեռարձակող այս ալիքի վրա սփռվում են Charter-ի 384 ալիքով, Spectrum-ի 1623 ալիքով, Antenna-ով 10.4 ալիքով եւ ABC.tv ձեր հեռախոսների վրա ինտերնետի միջոցով եւ Facebook-ի միջոցով աշխարհի որևէ տեղում կարող եք դիտեք, հետևեք բոլոր այն ծրագիրները, ինչ հեռարձակվում են այս ալիքի միջոցով։ Այսօր ես պիտի խոսեմ այս նյութերի մասին, Հարվարդ համալսարանի մասին պիտի խոսեմ եւ ընդհանուր Ամերիկայի այդ բարձրագույն կրթական օջախների մասին խոսեմ։ Մեկ օդանավի engine մոտորը դեվում է, տեսնենք ինչու մեկ անձնավորություն գնում է տատարան, ուզում է վնասել, տեսնեք ինչ է կատարում եւ ինչպես է տեղի ունենում բոլոր այս հեքսետ պաշտպանության նախարարի մոտ մեկ աշխատողի աշխատանքից հանում են, որ իր խորհրդատուն էր պաշտպանության նախարարի այս երկրի երեխաները եւ autism-ի մասին ցեզ բացատրեմ Los Angeles-ի Fire Department-ը, Los Angeles քաղաքի մասին է, դրա մասին նյութ կա ցուցադրելու այսօր ապրիլի 15-ն է, տեսնենք ինչով է կարևոր այս օրը, հետո Los Angeles-ի county այդ tax return-ները դրա մասին պիտի խոսեմ էլ county-ին վերաբերող Social Security մասին պիտի խոսեմ, հետո դպրոցների այս վերջերս միշտ աշակերտը գալիս հարցակվում է ուրիշ աշակերտների վրա, այսօր նաև տեղի ունեցավ այդպես վիճակ, Գարսիա մեկ անձնավորություն է, որ այս երկրից վտարվել էր, կին ունի, 3 երեխաներ ունի, ինքը green card ունի, դրա մասին պիտի խոսեմ, Actor Hackman-ի մասին պիտի խոսեմ, որ մահացավ մոտարապես մի ամիս եւ մի ժամանակ առաջ, այսօր ինչ իրեն տան մեջ տեսանյութ կա, որ ցուցադրեցին եւ վերջավորությանը փիղերը խելացի կենդանիներ են եւ ընտանիք պաշտպանող, ընտանիքով միասնական ապրում են մինյութ ցույց էի տվել, իսկ այսօր մասնակետը ասում է, որ ինչպես պաշտպանվում են, օրինակ երբ որ 3 երկրաշարժեր տեղի ունենում։ Եթե կարողանամ հասցնեմ, եթե ոչ մեկ ուրիշ օր պիտի բացատրեմ այդ։ Իսկ նախքան խոսել որևէ նյութի մասին ուզում եմ հիշեցնել Շանթ հեռուստաալիքը High Vision-ի միջոցով, Շանթ Հայաստանից High Vision-ի միջոցով ուղիղ հեռարձակում է Հարավային Կալիֆոռնիայում Spectrum-ի 1629 եւ Charter-ի 381 ալիքներով, եթե դուք բիզնես ունեք, բժիշկ եք, փաստաբան եք, ատամնաբույժ եք, ուրիշ բիզնես ռեստորան ունեք, չգիտեմ, նպարատուն ունեք, եթե հաց եք վաճառում, որևէ բիզնեսով կարող եք զանգարեք եւ ձեր ռեկլամները այստեղ տեղադրեք, տեղատունեք եւ այլն։ Իսկ հիմա ես ուզում եմ խոսել Հարվարդ համալսարանի մասին։ Հարվարդ համալսարանը 150 տարի եւ ավելի կյանք ունի։ Ամենաբարձրագույն, այսպես կրթական օջախն է այս երկրում։ Ուրիշ նաեւ այդ մագարտակի համալսարաններ կան, բայց ոչ մեկը այդ անունը, այդ պատիվը ինչ որ մեկը այդտեղ է հաճախում չունի Հարվարդը։ Իսկ նախագահ Թրամփը ասել էր, որովհետև անտիսեմիտիզմի մասին այնտեղ արտահայտություններ էր ելնում եւ այլն, հрьяաների մասին, հակահրեական աշխատանքներ է տեղ ունենում, ասում է պետք է ղեկավարությունը փոխվի եւ հրամաններ ունի, թե ոչ, ընդհանուր 9 բիլիոն կառավարությունը տարբեր առիթներով տալիս է, որ հիմա պետք է 2.2 բիլիոն գումար ստանան։ Հարվարդը անձնական
համասարան է, սեփական համասարան է։ Համասարաններ կան այս երկրում, ինչպես մենք Կալիֆոռնիայում ենք UC սիստեմը եւ նաեւ համասարաններ այստեղ որ նահանգն է հովանավորում, բայց ամենայն դեպս կառավարությունը գումար է հատկացնում համասարանների, եթե կառավարական համասարան են, բայց կա այդպես սեփական համասարաններ, մեկին չի պատկանում, այսինքն մի անձ տերը չի, ոչ շահադիտական, այսպես non-profit համասարան են սրանք, եւ Հարվարդը բիլիոնավոր դոլար նվերներ է ստանում, կառավարությունը նաև օգնում է, որովհետև համասարանները շատ ծախսալից են, աշակերտները ինչ որ վճարում են, սովորաբար այդքան չի, ինչ իրենց ծախսն է, միշտ օգնության կարիք ունեն։ Հիմա նախագահը այդ կանգնեցրել են 2.2 բիլիոնը, որ հիմա պետք է հատկացված լիներ, չի կատարում այդ։ Ես այստեղ ուզում եմ ձեզ ցույց տամ, որովհետև ասում եմ պետք է ղեկավարությունը փոխվի, հակարիական աշխատանքը դադարեցվի, բոլոր Թրամփի պահանջներն այս համասարանից։ Մասաչուսեթ նահանգում է գտնվում Հարվարդը եւ այստեղ տեսնում եք, Հարվարդը ասում է պետք է հարկ վճարի։ Եթե այդպես է, ինքը եթե չեն լսում, պետք է հարկ վճարեն։ Երբ որ ոչ շահադիտական է, հարկ չեն վճարում։ Եվ ասում է, որ տերորիստներին է հովանավորում եւ հիվանդներին է հովանավորում, ասում է Թրամփը իր գրությամբ, որտեղ տեսնում եք White House սառեցրել է 2.2 բիլիոն այդ գումարը ինչ որ Հարվարդը կառավարությունից ստանում է։ Հարվարդը ասում է դերսից եկող աշակերտները եթե մի փոք սխալ են տեղի տալիս, դրսից եկողները, ուրեմն չի անուն տալիս կառավարության, տարբեր, ասում է, մտածելակերպ կա այստեղ, ամեն մարդ կարող է արտահայտվի եւ ազատ բեմ է, այս երկրի օրենքը ասում է, որ կարող է ամեն անձ արտահայտվի։ Diversity program տեսնում եք, որ տարբեր կապ ունեցող մարդկանց ընդունում է եւ վարձատրում է եւ պահանջում են Հարվարդից, որ audit անեն, այսինքն կառավարությունը գնա այնտեղ հաշվետվություն պահանջի, իրենց հաշվետվությունը այդ հանրությանն է եւ ոչ թե կառավարության, ուրեմն նրանք դեմ են, Հարվարդը դեմ է։ Եվ Հարվարդը ասում է իրենց նախագահը այդտեղ Հարվարդի պրեզիդենտը ասում է, որ որևէ կառավարություն, որևէ government դա դարեր, այսպես քանի մոտարապես 2 տար, երբեք մենք կուսակցությունների հետ կապ չենք ունեցել։ Հիմա եթե դեմոկրատ ռեփաբլիկան, ուրեմն ասում են մենք կապ չենք ունեցել։ Եվ իրենք չեն կարող մեզ հրամայեն, որ ինչ դասավանդենք, դասավանդենք, վարձենք եւ ինչ նյութի մասին պետք է դասավանդենք, Հարվարդը ինքը անկախ որոշում է, որովհետեւ որևէ կապ չունի մեկ կառավարության հաստատությանը եւ մենք չենք լսելու, չենք կորցնելու, այսինքն մեր անկախությունը չենք կորցնելու եւ մնալու ենք Ամերիկայի սահմանադրության սահմանի մեջ, իսկ Դոնալդ Թրամփը ասում է tax exempt, ասացի, որտեղ ոչ դիտական է Հարվարդը, այսինքն մեկը շահ չունի այդտեղից, հարկեր չեն վճարում համասարանները եւ ասում է, որ մենք պետք է Հարվարդից Դոնալդ Թրամփը նախագահ ասում է պետք է tax վճարեն, ուրեմն գումար են հավաքում, պետք է tax վճարեն։ Անցյալ 15 ամսվա ընթացքին ասում է Հարվարդ համալսարանը, ասում է մենք աշխատել ենք, որ ավել հակահրեաների մասին այստեղ այսպես արտահայտություններ անենք քամփուսում եւ եթե կատարվում է այդտեղ
Ամերիկայի սահմանադրության առաջին հավելումը First Amendment ասում է անձը իրավունք ունի արդար կամ առանց մտահոգվելու արտահայտվի այստեղ է նախկին նախագահ Բարակ Օբաման ասում է որ Հարվարդը մեկ օրինակ է բարձրագույն կրթական հաստատության եւ պետք է մեկը չմխրճվի իրենց այդ անկախության եւ այդտեղ արտահայտվելու իրավունքը չպիտի ոտնակող լինի ասում է նախկին նախագահ Բարակ Օբաման ասում է հիմա մինակ Հարվարդը չի իհարկե 4 ուրիշ կարևոր համալսարաններ նաեւ դժվարության մեջ են եւ 53 բիլիոն այդ endowment fund ունի Հարվարդն եք տեսնում շատ գեղեցիկ է եթե անցնեք Massachusetts անցնեք այն տարածքները անպայման կարող եք այցելեք այս համալսարանը որ ամենահին համալսարաններից է ամենաբարձրագույն կրթական տարածքն է Ամերիկայի հիմա միայն այս համալսարանը չի խնդրեմ ունի ես ուզում եմ շարունակել եւ տեսնեք Princeton մի ուրիշ ճանաչված համալսարան նրանց էլ սպառնում է նախագահ Թրամփը որ պետք է հանձնվեն կառավարության հրահանգներին քանի որ ասացի սրանք տարեր կամ տասնյակ տարիներ անկախ են եղել նույն խնդրեմ ունի Կոլումբիա համալսարանը այդտեղ է որ ժողովուրդ դուրս էին գալիս գազայի դեմ կամ այդ ռմբակոծումը ինչ որտեղ շարունակում է Իսրայելը ռմբակոծում է գազայի հյուսիսն է ռմբակոծում ասում է իջեք ներքև հետո հարավ է այդտեղ իդեմ կամ շահ պաղեստինցիներին ցույցեր էր տեղի ունենում 400 միլիոն կառավարությունից ստանում է եւ ուրեմն Թրամփը ասել այդ 400 միլիոնը Կոլումբիա համալսարանին մեկ ուրիշ բարձրագույն կրթական օջախին չվճարեն եւ նաեւ այդ համալսարանին տեղակալ նախագահ ասում է մենք երկում ենք համաձայնություն ունենանք որ անկախ չլինենք եւ մենք մնալու ենք կրթական հաստատություն որ անկախ աշխատելու է նաեւ 4 ուրիշ համալսարաններ նույն խնդիրներն ունեն Princeton, Northwestern, բոլորը սրանք ճանաչված համալսարաններ են Կոլումբիան տեսակ այնտեղ եւ Փենսիլվանիայի համալսարաններին նաեւ նախագահ Թրամփի վարչակազմը հրահանգ է տալիս որ պետք է հնազանդվեն որ իրենք ինչ հրամայում են դա կատարեն ես պիտի դադար վերցնեմ երբ վերադառնամ մեկ օթանավի մեջ տեսնեք մոտորի մեջ կենթանի է մտնում իսկ ես պիտի հիշեցնեմ որ մեկ նորակառույց շենքի մեջ այնտեղ վարձու է տրվում գրասենյակ աֆիս է վարձու տրվում երկրորդ հարկ է նոր գեղեցիկ այս աֆիսը շատ գեղեցիկ գրասենյակներ է վարձու է տրվում եթե ցանկություն ունեք վարձելու զանգարեք պաստառի վրա երևացող այս հեռախոսը համարին ծրագիրը հովանավորում է նաև Ալեքս Ահարոնյանն է հովանավորում եթե դուք ցանկություն ունեք Դուբայում կամ Դուբեյում գնեք ապարտման, այսինքն կոնդոմինիում կամ առանձնատուն կնեք, կարող եք զանգարեք իր հետ խորհրդակցեք։ Ինքը բրոկեր է Դուբայի լայսենս ունի, այսինքն ուղղակի ինքը կարող է առ ու վաճառքի աշխատանքը կատարի այնտեղ։ Ուրիշներ նաև այսպես առաջարկություն ունեն, ուրիշ ալիքների վրա կտեսնեք, բայց նրանք կատարում են մեկ ուրիշի միջոցով, որ այնտեղ լայսենս ունի, այսինքն այս բրոկերը այստեղ հայտարարություն տալիս են, բայց միջնորդի միջոցով են աշխատում, ինքը ուղղակի այնտեղ լայսենս ունի։ Եթե պիտի գնեք կոնդոմինիում կամ առանձնատուն, house գնեք, զանգարեք, խորհրդակցեք իր հետ։ Նաև մի առավելություն, որ այս երկում կամ որևէ երկում տոկոս պիտի վճարեք, այնտեղ տոկոս գոյություն չունի։ Դուք կարող եք 20% down տնեք, մնացածը տարիների ընթացքին կատարեք։ Եվ եթե որոշ չափով invest անեք այնտեղ,
դա համարվելու է դուք կարող եք ոսկե վիզա ունենալ, որ 10 տարի առանց խնդիրների գնալ գալ եւ այսպես շարունակել հաճույք ունենալ այդտեղ։ Ծրագիրը հովանավորում է նաեւ Prime Med Pharmacy հովանավորում է ծրագիրը Highland եւ Glennox փողոցի ճիշտ հատման կետում է գտնվում։ Որևէ տեղ ապրում եք տարբերություն չունի։ Եթե կողջ եք ձեր տեղատնից, զանգահարեք այստեղ 818 6000777 կարող եք գնալ այս տեղատունը կամ զանգահարեք ձեր տեղերը կբերեն ձեր տանը կբերեն այս հեռախոսահամարը ձեր մոտ նշանակեք ու խոսեք իրենց հետ կվերադառնա այսօր United 2000 այսինքն 23-25 թռիչքը որ Denver-ից գնում էր դեպի Edmonton այդ ճանապարհին 75 րոպե արդեն գնացել էր հանկարծ նկատում եմ որ աջ կողմի մոտորը էնջինը հրդեհվում է այստեղ այս երկրում գիտեք հարյուրավոր միլիոնավոր թռիչք է տեղի ունենում բայց տարեկան 25000 այսպես թռչուն է մտնում փոքր մեծ թռչուններ մոտորի մեջ են անկարծ մտնում, բայց կենթանի սովորաբար այդպես չի մտնում։ Տարեկան 4 հատ պատահում է որ կենթանի մտնի։ Այս անգամ մեկ նապաստակ rabbit մտնում է այդ մոտորի մեջ կամ մտներ թաքնված էր ինչպես է լինում հետո մոտորի մեջ տեսնում եք էնջինը հրդեհվում է այստեղ տեսնում եք Էնջինը աջ կողմի էնջինը վարվում է 737 տեսակի օդանավ է սա 153 հոգի ճամփորդ 6 հոգի աշխատող կա այդ օդանավի մեջ այստեղ ասում են երկրորդ էնջինն է որ մեկ նապաստակ է մտել եւ տեսնում եք այս հրդեհն եք տեսնում այդ էնջինի եւ ստիպված է լինում հետ վերադառնա United-ը ամենամեծ օդանավի ընկերությունն է, որ իրեն չերմանը ղեկավարը հայ է, այսինքն այստեղ ծնված է, բայց իր ծնողները հայ են, ղեկավարում է ամենախոշոր օդանավի ընկերությունը եւ իրենք ասել են միցե անորոշություն կա այս երկրում, գալիս է ամառը պետք է թռիչքների քանակը թիվ բարձրացնեն, հիմա մտահոգված ասում են 4%-ով իջեցնելու են թիվը այդ օդանավների որ մտեք հարյուրավոր հազարավոր օդանավ է որ ամեն քաղաքներից այսպես թռիչք է կատարում ճամփորդներ են տեղափոխում ասեն են իջեցնելու են որովհետև ինչ որ ստեղծվել է նախագահ Թրամփը ամեն երկրների հետ հարկ է պահանջում հարկեր է ուզում ամենից 10% արդեն ասեն է հարկ պիտի տան Բայց Չինաստանին ես երեք ձեզ ցուցադրեցի այստեղ որ 145%-ով հարկ է պահանջում ինչ որ Չինաստանից գալիս է այստեղ իսկ իրենք Չինաստան ասա ինչ որ Ամերիկայից կգնա իրենց երկիրը 125%-ով իրենք հարկ են պահանջելու Թրամփ ցանկություն ունի որ բանակցեն որովհետև հիմա մեծ մտահոգություն է որ իր աշխատակազմը իր խորհրդատուները ասում են կարողա տնտեսությունը դժվար կացության մեջ լինի այս երկրում ցանկություն ունի բանակցելու բայց Չինաստանը դեռ ուշադրություն չի դարձնում եւ Չինաստանի նախագահը ասել է որ մեր ժողովուրդը ամբերատար է մարգավոր է մի ամիս ավել քիչ այսպես կծախսեն, քիչ կուտեն եւ այլն, եթե հարգե 3 ամիս, 6 ամիս, 9 ամիս, 3 տարի մենք կսպասենք, այսպես 3 տարի անցնի նախագահ Թրամփը մասամբ իր նստաշրջան ավարտվելու է, այդպես արտահայտություններ արել։ Ես հիմա ուզում եմ խոսել մեկ 28 տարեկան տղա գալիս է, այստեղ եթե ցուցադրեն pepper spray, այսպես սփրեյով Տեսնում եք մտնում է դատարան ինքը պետք է այդտեղ ներկայանար հետո այդ վարքյանին ոչ բայց հետո եւ
որովհետև 67 տարեկանի արձակվել էր։ Իսկ այստեղ տեսնում եք ոստիկանի վրա որ pepper spray անում ու հետո իրան ոստիկանները կարողանում են բռնել 8 այդ can այդ pepper spray-ը իր հետ բերեն է ամենայն դեպս իրեն ձերբակալում են նույն օրը այդ երիտասարդները ինչ-որ տեսակ տեսնում եք այստեղ ինքը մասկա դրե որ ծուխը չխանգարի իրեն նույն օրը ինքը պետք է դատարան ներկայանար որտեղ 67 տարեկան մի անձնավորության վրա կոպտեն էր հարձակվել էր ծեծեր էր այդ 67 տարեկան ինքը պետք է քիչ հետո գար դատարան բայց այսպես պարկացած այդ pepper spray-ով կամ տակտեղի spray-ով որ ում վրա փչում են սկսում է արցունք գալ անձի աչքերից դժվարկացության մեջ է լինում անձը այդպես ձեռնարկներ ինչ որ տեսնում եք այստեղ ես ուզում եմ շարունակել Հեքսետ մի 44 տարեկան անձնավորություն է որ հերոստա ալիքի հաղորդավար է եղել եւ նախագահ իրեն նշանակեց պաշտպանության նախարար իսկ ինքը իր հետ բերեներ այս անձին ինչ երիտասարդին որպես խորհրդատու բերեներ իր մոտ հիմա այսօր երբ պաշտպանության նախարարություններ իրեն պաշտպանության նախարարությունից հանեցին շարունակենք այստեղ այս խորհրդատուն է Caldwell անունով որ investigate են անում որտեղ երբ որ Եմենի վրա հարձակում էր կատարում Ամերիկան գիտեք տարական սիգնալ այդ social media-ի միջոցով ինքը նաև այդտեղ էր բացի նախարարները ինչ որ դիտում էին նախագահ եւ անձիկ փոխնախագահ սա նախարարն է Հեքսեթն է որ ասացի TV հաղորդավար է եղել ֆաքսի եւ նա էլ ոչ թե առաջնահերթ հաղորդավարներից էր այս շաբաթավերջի ամերիկյան TV-ում նրանք որ ամենաբարձր դիրքերը հեռուստաալիքներում գրավում են օրվա 5 օրը ելույթ են ունենում ինքը շաբաթավերջին էր ելույթ ունում ֆաքս ալիքի վրա նախագահը ալիքի վրա տեսել էր հավաներ էր իրեն առաջարկում է որպես որևէ փորձառություն այդ ղեկավարելու պաշտպանության նախարարությունը 1000 այսինքն 1,300,000 յունիֆորմ հագուստով զինվորականներ են ծառայում 800 մոտարապես 70,000 աշխարհականներ են այդ մինիստրության Ամերիկայի աշխատում իրեն նշանակել է որպես նախարար եւ ինքը բերեն է իր հետ անձիկ այդ երիտասարդի նման որ այդ փորձառություն չունեն ամենայն դեպս ինչ որ գախնի խոսում էին որ գնալու են Եմենը հարձակվելու որ կատարեցին հարձակումը կատարեցին այդ իր խորհրդատուն բոլորը ուրիշների այդ attack-ը ինչպես կնի ինչ է եղել վիդեոներով ամեն ինչով հանձնում է ուրիշների է տալիս այդ պատճառով երբ որ գտնում են որ ինքն է արել այսինքն հետևում են որ այս բոլոր տեղեկությունը ինչպես անցավ բոլոր տեղյակ են այդ մասին իրեն աշխատանքից հանում են ես պիտի դադարեցնեմ երեխաները այսինքն autism ունեն autism հիվանդությամբ տառապում են դրա մասին խոսեմ նրանից հետո պետք է Los Angeles-ի Fire Department-ի մասին խոսեմ իսկ ծրագիրը հովանավորում է Երևան Shipping հովանավորում է ծրագիրը Երևան Shipping ձեզ է առաջարկում եթե գումար պիտի փոխանցեք Հայաստան առիթն ունեք հենց վաղը կարող եք կատարեք այդ որևէ որ կարող եք եւ անմիջապես ձեր ազգական Հայաստանում այդ գումարը կստանա ընդամենը 1% է կվճարում $100 փոխանցեք $1 կվճարեք Երևան Shipping-ին եթե $500 ղրկեք $5 ընդամենը կվճարեք $1000 ղրկեք $10 պիտի վճարեք ձեր ազգական $990 կստանա այնտեղ այսպես որևէ տեղ այսպես առաջարկություն գոյություն չունի եւ նաեւ եթե ծանրություն է ղրկելու փոխարեն նավով ղրկեք 2.5 ամիս 3 ամիս տևում է մինչեւ հասնի Հայաստան ծովի միջոցով իսկ դուք օթանավով կարող եք ղրկել մոտավորապես իջեցրեն են նույն ինչը որ ծովի միջոցով կուղարկեք մի փանդը $2.99 երկու կենտրոն ունի Նորթ Հոլիվուդ
Lancashire փողոցի վրա, Glendale-ում Palmer փողոցի վրա է գտնվում Երևան Shipping-ը։ Caravan ռեստորանն է ովանավորում Grandview փողոց եւ Glenox փողոցի Glenox-ի վրա է Grandview հատմանկետին շատ մոտիկ է տարատեսակ ճաշ են առաջարկում ամեն օր նաեւ զատիկվա համար յուրահատուկ պատրաստեն են ճաշ որ կարող եք զանգարել մանրամասնությունների համար Մարգանյան փաստաբանական գրասենյակն է ովանավորում ծրագիրը եթե միտեղ բնակվում եք վարձակալ եք դուք վարձել եք ապարտման կամ առանձնատուն վարձել եք դուք վարձակալ եք այդ բնակարանում պահարանը բացում եք միջատները կնում գալիս են այսպես մրջուն կա մուկ կա բոլոր այդ հարցերով չպիտի այդպես լինի պետք է բնակելի լինի եթե այդպես ուրեմն բնակելի չի ձեզ պետք է հատուցում տան այդ ժամանակը ինչքան ժամանակ որ այդպես է եղել զանգարեք այս հեռախոսահամարին եւ փաստաբանի հետ խոսեք ծրագիրը ովանավորում է դոկտոր Բարսեղյանը Մահտեսյանն են ովանավորում երկուսն էլ ատամնաբույժներ են եթե որևէ հարց ունեք ատամի հետ մաքրման կլինի պրոթեզ եք ուզում տեղադրեք լինդից արյուն է հոսում բոլոր այդ հարցերով այս հեռախոսահամարին զանգեք Ալիվ եւ Glenox փողոցի ճիշտ հատման կետում է գտնվում Բրբանքում կվերադառնա Center for Disease Control հիվանդությունները հետևող այս հաստատությունը որ մաս է կազմում Health and Human Services-ի առողջապահական նախարարության մաս է կազմում Հիմա այս վերջին ժամանակներում քիչ հետո պիտի ցույց տամ, որ ասում են ավել school age երեխաները, որ դպրոց հաճախող տարիքի են, ավել շատ autism-ը կամ այս մտքի թուլությունը ավել շատ է, քան թե անցյալներում։ Ոմանք ասացին, որ որովհետև հիմա ավել լավ են կարողանում հետևեն եւ տեսնեն երեխան Problem ունի։ Autism միցև է մեկը շատ խորացած է իր մոտ, շատ ծանր է իր մոտ, մեկ ավել թեթև է, ասում են այդ պատճառով է, որ հիմա ավել ճշգրիտ կարողանում են այսպես դիագնոզ անեն, դրանից է, ոչ թե հիմա ավել շատացել է, հիմա կարծիքները տարբեր են, ամենայն դեպս ես ուզում եմ այստեղ ձեզ ցուցադրել, որ տեսնեք վերջի տարիներում, օրինակ 2022-ին autism-ով կամ այդ մտքի թուլությունով մեկը 31 երեխայից մեկ հոգի այդպես դրության մեջ էր autism-ը իսկ 2020-ին 36 հատ երեխի մեջ ընդամենը մեկ հոգի էր այսինքն այս երկու տարվա մեջ փոփոխությունը տեսնում եք բարձր քիչ հետո նաև 2000 թվին այն ժամանակ դիագնոզին արել կամ հայտնաբերելին որ 150 երեխայից մեկը ունի, այսինքն տեսնում եք տարեց տարի հիմա ավել շատ է Երևան գալիս այդ հիվանդությունը։ Հիմա 3-4 անգամ ավել շատ է տղաների մոտ, քան թե աղջիկների մոտ։ Հիմա նախարարին եք տեսնում աչում, որ ասում է մինչև 6 ամիս autism-ի այդ վակցինը պատվաստանյութը կգտնենք, բոլոր զարմացած են, մանավանդ մասնակիցներ ասում են բանավ չի կարելի։ Այս արտահայտության վրա մեկ մասնագետ ասաց ես պիտի հրաժարվեմ, որ դժվար է, եթե այդպես նախարարը սխալ արտահայտություն է անում, մնալ այս նախարարության մեջ։ Autism-ը ցավալի ընտանիքների համար դժվար կացության մեջ է դնում, քիչ առաջ ցուցադրեցի, որ 3 անգամ աղջիկների մոտ ավել, տղաների մոտ ավել տարածված է, քան թե աղջիկների մոտ տարբեր ազգերի տարբեր է եւ 40% intellectual disability է տալիս autism, այսինքն ավել դժվար է լինում, որ կարողանա աշխատի։ Նորից տեսնում եք նախարարին, Ռոբերտ Քենեդին եք տեսնում, Քենեդի ընտանիքից եւ ինչ որ խոստանում է կարողանան հարցը լուծել 6 ամիս հետո։ Հիմա պետք է սպասել եւ տեսնել։ Այսպես տեսնում եք, հիմա պետք է տեսնենք 6 ամիս հետո արդյոք գտնեն այդ տեղը պատվաստանյութ, որ երեխային փրկել autism-ից,
բոլորը զարմացած են նախարարի արտահայտության վրա։ Ես ուզում եմ շարունակել հիմա խոսել Los Angeles-ի Fire Department-ի մասին խոսել։ Los Angeles-ի Fire Department-ի բաջետն է 875 միլիոն Los Angeles քաղաքի մասին է միայն խոսում։ Էլ է county չեմ խոսում, որ մենք էլ նայում ենք։ Մենակ Los Angeles քաղաքի մասին եմ խոսում, բաջետը այդպես է եւ ասում են դա բավարար չի, այս ի հետևանք որ ավել չորը եղանակը, ավել շատ հրդեհներ է տեղի ունենում, ուզում եմ այստեղ ցույց տալ Los Angeles-ի Fire Department-ը տեսնում, այնտեղ անձնախումբ կա, այս մասին խոսում են եւ ասում են, որ 32.91% հրդեհը ինչ որ պատահում է, հոմլեսներն են ստեղծում, որ գնում են միտեղ, գիտեք իրենց մոտ շատ աղբ են հավաքում, հետո կամ իրենք հրդեհում են, կամ վառվում է 10 տարվա ընթացքին այս հոմլեսների այդ հրդեհման աշխատանքը 475%-ով ավել շատ է տեղի ունենում հիմա, քան թե 10 տարի առաջ եւ կեսը այս աղբը, որ անձը օգտվել է կամ հրդեհն է, կեսը այս հոմլեսներն են կատարում կամ հոմլեսներն է հրդեհ ստեղծել այդ հրդեհի հետևանքով հետո ավել մեծ տարածք է հրդեհում դժվարացություն 1960 թվին Los Angeles-ի Fire Department-ը ուներ 112 fire այդ կենտրոններն ուներ այսօր ավել քիչ ունի քան թե 1960 106-ը Fire Department կա կամ Fire Stations գոյություն ունի Los Angeles քաղաքում եւ ահա ասում են որ այս հոմլեսները այս հրդեհների պատճառն են դառնում հիմա մեծ մասամբ կեսը, այսինքն կեսից մի քիչ պատճառը իրենք են հրդեհ են ստեղծում, հետո կարող է մեծ տարածք հրդեհվի։ Ես ուզում եմ խոսել tax return-ի մասին։ Այսօր ապրիլ 15-ն է։ Մինչ տարիներ այսպես էր ապրիլ 15-ին անձնական tax-երը անձը պետք է ֆայլ աներ։ Կարող էր երկարաձգեր 6 ամիս հոկտեմբերին նաև ֆայլ անի այդ հարկերը իրենը վճարել։ Բայց այստեղ այս երկում այսպես է որ ասում է դու հարկը պետք է մոտավորապես ինչ որ պարտքես վճարես ապրիլի 15-ին թղթերդ որպեսզի կարողանաս բոլոր տվյալները հավաքես, դոկումենտները հավաքես, կարող ես հոկտեմբերին ֆայլ անես, բայց հարկը պետք է վճարես, որ չվճարես, հետո անդրադառնանք որ հարկը ավել շատ է, պետք է տոկոս վճարի նաև այս ուշացումների համար տոկոս անձը վճարի։ Բայց որովհետև LA County-ում երկու խոշոր հրդեհ տեղի ունեցավ գտնել բոլոր մարդկանց տվյալները կարող է հրդեհված լինի իրենը կամ հաշվապահը իրան հնարավորություն չունենա ասեն են բոլորը LA County-ի բնակիչները դա կլինի Pacific Palisade որտեղ հրդեհ տեղի ունեցավ դա կլինի Altadena Pasadena որտեղ հրդեհ տեղի ունեցել չի տարբերում դուք որևէ տեղ Glendale-ում այսինքն LA County-ում ապրում եք դրանց մեջ Glendale Burbank դա կլինի ուրիշ տարածքներում ամենայն դեպս LA County-ում ձեր հարկը կարող եք հոկտեմբերի 15-ին ֆայլ անեք եւ նաեւ ինչ որ պարտքեք այդ ժամանակ վճարեք առանց տոկոսների կամ փենալթիների ամեն տարի փենալթի կլիներ tax որ ֆայլ պիտի անի նաեւ interest տոկոսը պիտի վճարեք այս տարի այդպես չի նրանք որ միայն բնակվում են LA County-ում եթե Riverside County եք ապրում Orange County եք ապրում San Diego County եք ապրում դրանք պետք է այսօր ֆայլ անեն ինչ որ պարտք են այսօր վճարեն մինչև գիշերը 12-ը պետք է կոմպյուտերի միջոցով իրենց հարկերը վճարեն ես ուզում եմ հիմա խոսել social security-ի մասին social security-ին գիտեք միլիոնավոր մարդ social security է ստանում disability է ստանում ուրիշ այսպես ամենտեղ կրճատում է պահանջում նախագահ Թրամփը
եւ այդ կրճատումը դոժ մեկ խումբ, որ Իլան Մասկ, աշխարհի ամենամեծարուստ մարդը, որ 434 բիլիոն հարստություն ունի, ամենահարուստ մարդիկ 200 բիլիոն ունեն, Ջեֆ Բեզոս երկրորդ մեծարուստն է, 212 բիլիոն հարստություն ունի, բայց նա 430-ից ավել ունի։ Նա նախագահ Թրամփը իրեն հանձնարարել է, որպեսզի գնա կառավարության տարբեր նախարարությունների մեջ կրճատումներ անի, անձիկ դա գիտեք կառավարությանը դա կլինի Ամերիկայում, Հայաստանում, Պարսկաստանում, Ռուսաստանում, որևէ տեղ, Ֆրանսիայում կառավարության համար մարդիկ ավել տանդաղ են աշխատում, քան թե անձնական, սեփական բիզնեսում, եւ օրինակ մեր մոտ աշխատողները կառավարության այսպես civil protection ունեն, հեշտ չի մեկին աշխատանքից անելը շատ դժվար է, դրա համար մտահոգված չեն, անձնական սեփական բիզնեսը այսօր կտեսնի, լավ չի աշխատում, վաղմի եկեք, պետք է անձը գնա, այսպես տարբերություն կա կառավարական եւ աշխարհական աշխատանքի մեջ, Ուրեմն այսպես նախագահ Թրամփ ասել է, որ պետք է կրճատումներ լինի Իլան Մասկի միջոցով, որ ես ուզում եմ social security գրասենյակ ցույց տամ, որտեղ social security-ն եք տեսնում այստեղ, որ 73 միլիոն մարդ social security է ստանում այս երկրում։ Հիմա կամ աշխատանքի հանգստի են կոչվել, կամ disable են, բոլորը ստանում են։ Այս Իլան Մասկին եք տեսնում, որ այդ կրճատումները պիտի կատարի եւ տեսնում եք նախագահի հետ։ Ժողովուրդ դուրս են գալիս եւ ասում են, սա ջուդի չու շատ անցյալում 20 տարի առաջ իմ հյուրս է եղել, կարող եմ եք չլավել, չգիտեմ, Փասադինայի շրջանն է, որ բողոքում է, որ սա social security-ին դժվար կլինի նրանք, որ ուրեմն պահանջում են, որ օգնեք, որ social security-ին կարողանան մարդիկ ստանան ամեն տարի 30 միլիոն մարդ ուրեմն վիզիտ անում կամ նայում է 1200 social security office կա Ամերիկայի մեջ, այս 30 միլիոն մարդ այցելում է social security administration, այստեղ է ինչ-որ կրճատումը տեղի ունեցել եւ առաջին անգամը լինելով Բայդենը, նախագահ Բայդենը այսօր ելույթ ունեցավ 3 ամիս է ինչ որ հունվարի 20-ից Բայդենը իր նստաշրջանը ավարտվել է այդ հիմա առաջին անգամ է որ մտահոգված այդ social security հարցով որ ժողովուրդը պիտի տուժի այդ կրճատումները կամ աշխատակազմին թիվի պակսեցնելու դրանք բոլոր մտահոգություն է հայտնում Բայդենը ինչ որ ներկա նախագահ Թրամփը կատարում է այս վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնում ես պիտի դադարեցնեմ երբ վերադառնամ դադարից դպրոցում նորից հարցակում տեղի ունեցավ նրանից հետո մեկ անձնավորության որ այս երկրից վտարենին դրա մասին պիտի խոսեմ ծրագիրը հովանավորում է դոկտոր Թավանսի հովանավորում է ծրագիրը եթե աչքերի հետ որևէ հարց ունեք հարցումք է գալիս ջուր է գալիս աչքերը լավ չի տեսնում ագնոցի կարիք ունեք լենզ պիտի տեղադրեք սա վիրահատող մասնակետ է աչքի բժիշկ է 30 տարվա փորձառություն ունի հեռախոսահամարն եք տեսնում իրեն գրասենյակը տեղափոխվել հիմա Ջաքսոն փողոցի վրա է գտնվում հեռախոսահամարը այստեղ տեսնում եք զանգարեք ժամադրություն վերջեք M&M Liquor եւ մարքեթն է ուղանավորում զատիկ է գալիս եթե խմիչքներ պետք է վերցնեք անպայման այստեղ այցելեք խիստ իջեցրել են կինը որ դուք անպայման այցելեք այդտեղ հեռախոսահամարը տեսնում եք 1951 West Glenox փողոցի վրա է Գլենդելում է Բրբանկի հարևանության Glenox փողոց ծրագիրը հովանավորում է Hollywood Piano-ն է հովանավորում ծրագիրը Hollywood Piano-ն 1928 թվականից աշխատում է որևէ տեսակ դաշնամուր կարող եք պատկերացնել իրենք ունեն դա որևէ երկրի պատկանող դաշնամուրը նաև ունեն ամենախոշոր դաշնամուրի խանութը
449 South Royal Parkway Pasadena-ում գտնվում է։ Raffi's Market-ն հովանավորում ծրագիրը, Raffi's Market Burbank-ում է Glendale-ի հարևանության, իրենք պատրաստի ճաշ ունեն, եթե դուք ժամանակ չունեք պատրաստելու։ Ծրագիրը հովանավորում է Court Furniture հովանավորում է ծրագիրը մրթել եւ Central փողոցի ճիշտ հատման կետում է գտնվում։ Նոր մատրես եթե պիտի գնեք, այցելեք Court Furniture։ Court Furniture Ամերիկայում 100 խանութ ունի, ամենամեծ furniture-ի խանութն եթե բոլորը նկատի առնեն։ Նոր մատրես, գրասեղան, սեղան, աթոռներ գնելիս այստեղ այցելեք։ Ծրագիրը հովանավորում է նաև Փաստաբան Անդրե Ղարիբյանն է հովանավորում ծրագիրը, սա իր հեռախոսը համարն է, եթե հրդեհ տեղ ունեցել ձեր բնակարանում կամ բիզնեսում զանգարեք, նաև bankruptcy պիտի ֆայլանեք եւ եթե accident եք ունենում, սա այս հեռախոսը համարին զանգարեք, Փաստաբանի հետ խոսեք կվերադառնա։ Նախագահ Թրամփը հրամաներ տվել այս վենեսուելացիներին այս երկրից վտարեն էին եւ ուղարկեն էին Էլ Սալվադորի բանդում 6 միլիոն Էլ Սալվադորի կառավարությունը վերցրել էր եւ ընդունել է այս վենեսուելացի ում որ արտաքսեն են այս երկրից։ Հիմա պանից դուրս է գալիս Գարսի անունով մեկ անձնավորություն, որ իր կինը այստեղ ծնված մեծացած է ամերիկուհի է, այսինքն 3 երեխա ունի, ինքը green card ունի եւ ասացի կինը ամերիկուհի 3 երեխաով, նրան նաեւ վենեսուելացի հանեն են։ Իհարկե ինքը 2011-ին անօրինական էր եկել, հետո ամենայն դեպս green card արդում եւ այլն այստեղ աշխատում էր, բայց իրեն վտարեն էին։ Նախապես նախագահ Թրամփին անձամբ ասաց, որ սխալման ենք իրեն երկրից վտարեն եւ պետք է հետ վերադարձնենք իրեն։ Իսկ հետո փոխվեց ամեն ինչ։ Իր արդարադատության նախարարը, Attorney General-ը ասաց մեզ կապ չունի, այն երկրում է ինքը պետք է հնարավորություն ստեղծի վերադառնալ այստեղ։ Բանդում է նա այդ Էլ Սալվադորի նախագահը ասաց մենք իրեն չենք ազատելու, բանդում կմնա այդտեղ եւ հիմա նաեւ էլի կառավարական շրջանակները նախագահի խորհրդատուները նաեւ ասում են դատարանը, որ այս հարցը Supreme Court-ը այսինքն նախնական դատարան գնաց, հետո Supreme Court հասավ այս եւ ասացին, որ իրեն պետք է անմիջապես հետ վերադարձնենք, այսինքն ասացին facilitate, հարմարությունը ստեղծեց, Գերագույն Ատյան ասաց, որ կառավարություն պիտի հետ բերի այդ անձնավորությանը։ Հիմա նախագահը չի հնազանդվում դատական սիստեմին, Գերագույն Ատյանին։ Այս երկիրը ամեն աշխարհով մեկ հարգում էին, երբ որ ուժերը մեկը մյուսի կապ չեր ունենում, մեկը մյուսի վրա ուրեմն տեսնում եք դա կլիներ Հայաստան, Պարսկաստան, Լիբանան, ուրիշ տեղ, Սուրիա եւ այլն։ Այսպես է որ նախագահները սովորաբար թե դատարանի վրա ազդեցություն ունեն, թե օրենսդիր մարմնի վրա, այսինքն ներկայացնի տուն, սենետ եւ այլն, ամերիկան դրանով էր միշտ բարձենում, որ այսպես այս երեք ուժերը լրիվ համահավասար ուժեր են։ Հիմա նախագահը ասում է չի հնազանդվելու Գերագույն Ատյանին։ Եվ սա տարօրինակ բարդություն է ստեղծվում չտեսնված այս երկրում։ Հիմա ես այստեղ անցնենք առաջ եւ այդտեղից ցես բացատրեմ։ Տեսնում եք հիմա ժողովուրդն է դուրս է եկել, որ ասում են այդ երիտասարդին հետ վերադարձրեք, իր կնոջ հետ եք տեսնում, կլոր աչում կարմիր, տեսնում եք այդ վանդում է այնտեղի, ում որ Գերագույն Ատյան նաև ասեն է հետ վերադարձրեք Էլ Սալվադորում։ Federal government-ը այսինքն դատավոր ասել է, որ Federal government-ը պետք է հնազանդվի քորթի հրամանին։ Այստեղ տեսնում եք այս դատավորն է ասել եւ անմիջապես պիտի վերադարձնի նրան։ Judge-ը նաև ասել է չեմ տանելու եւ այսինչ որ կառավարությունը անտեսում է իմ հրամանը։ Սա այդ երիտասարդն է, ինչ որ ասացի 3 երեխա ունի
եւ իրեն վտարել են այս երկրից եւ հիմա բանդում է գտնվում Էլ Սալվադորում։ Նախապես վարչակազմը Ամերիկայի Թրամփը նաեւ ասել էր, որ մենք սխալվել ենք, ինչ որ ես քիչ առաջ ասացի, administrative error։ Իսկ հիմա լրիվ հարցը տարբերվել է, ասում են, որ ինքը ոճրագործ է։ Հետո դատարանում ասել են, ինչ փաստ ունեն ներկայացնելու կառավարությունը չի կարողացել փաստ ներկայացնի մինչ հիմա եւ իհարկե մեղադրում է կառավարությունը MS-13-ի անդամ է եղել, որ շատ վտանգավոր խումբ է այդ MS-13-ը, բայց ասել են մի փաստ ներկայացրեք, մինչ հիմա չեն ներկայացրել։ Այստեղ տեսնում եք Գերագույն ատյանն է, որ facilitate Garcia's return, այսինքն հարմարությունը ստեղծեք, որ այս անձնավորությունը հետ վերադառնա, բայց սա դեմոկրատների ներկայացնի տան ղեկավարն է, Հաքիմ անունով, Հաքիմ Ջեֆրիս, ասում է, որ սա դարձել է դիկտատորիա, որ նախագահը ինչ ուզում է ինքը չի հնազանդվում որևէ դատարանի եւ Գերագույն ատյանի։ Ես ուզում եմ շարունակել եւ հիմա խոսել դպրոցում, մեկ դպրոցում մեկը գալիս է կրակում է, շարունակենք, եթե դպրոցը 4 հոգու վրա կրակ է բացանում, վիրավորում են ու փախուստ է տալիս, որ փնտրում են իրեն եւ այսպես դժվար կացություն է ստեղծում հայ սկուլի մեջ այստեղ տեսնում եք դպրոցը նախապես աշակերտներին ասում են դասարանի մեջ մնան հետաքրքիր է այս նույն դպրոցում Դալասում տեղի ունեցող 1 տարի եւ մոտավորապես 40 օր մի տարի մի ամիս առաջ նույն դպրոցում էլի մեկ աշակերտներից էր եկել, այս անգամ հայտնի չով է, բայց եկել էր ու կրակել էր աշակերտների վրա կրակել էր, այս անգամ 4 հոգի վիրավորվել են եւ հիվանդանոց են տարել, որ թվում է չեն մահանալու, բարեբախտաբար չեն մահանալու։ Ես ուզում եմ շարունակեմ խոսեմ Հաքմանի մասին, մեծ արտիստ, որ վերջին բանից դուրս է գալիս իր կյանքի վերջին տարիներում այսպես Ալցհեյմերի հետևանքով չգիտեր ինչ է կատարվում իր շուրջը, իր կինը իրեն հոգ էր տանում եւ այդ տան մեջ միայն ապրում էին, հսկա տարածք միայն ապրում էին եւ կամերա տրված է, հիմա այդ կամերաները մինչ հիմա չէին բացահայտել, մոտավորապես 2 ամիս է դառնում, որ իր կինը յուրահատուկ հիվանդության հետևանքով շնչառության սիստեմի տարօրինակ մեկ հիվանդության հետևանքով հանկարծամահ է լինում։ Առավոտ գնում է առևտուրանում, գալիս է տուն ու մեկ անգամից հանկարծամահ է լինում 60 մոտավորապես 5 տարեկան էր Հաքմանը 93-4 տարեկան անձնավորություն էր հայտնի արտիստ, շատ ֆիլմերում Նոբելյան այսինքն Օսկարի է արժանացել, ամենայն դեպս հիմա այդ իրեն տան միջի վիդեոն է ինչ որ ուզում եմ ես այստեղ ցես ցուցադրել։ Նախ պոլիսը գալիս է Հաքմանին եք տեսնում աչում, իր կնոջն եք տեսնում իր հետ, միայնակ ապրում էին այդտեղ Սանտա Ֆե, Նյու Մեքսիկոյում, մեծ տարածք ապրում էին, մեկ շուներից վանդակի մեջ է լինում, որտեղ մի շաբաթ սոված է մնում, ջուր չի ունենում, մահանում է, մյուս շուները նստած են լինում իր կնոջ կողքին, մինչև պոլիսը գալիս է, անգամ իրենց ուղեկցում են որտեղ է, դիագները որտեղ է երկուսի, Հաքմեն եւ իր առաջ կինն է մահանում, մի շաբաթ հետո Հաքմենը, որ կորցրել էր իր իմաստությունը, առանց ուտելիք, առանց ջուր, նաեւ ինքն է մահանում, տեղեր պիտի վերցներ, տեսնում եք, կինն է, որ գնում է առևտուր անելու, սուպերմարկետ է գնացել, վերցնում է, տուն է գալիս, բայց մի քիչ հետո մահանում է, այսպես տեսնում եք։ Ինքը մեկին զանգում է, ասում է, որ այսօր արթնացել եմ, հիվանդ եմ զգում, բայց թեստ արամ, COVID չունեմ։ Եվ այսպես երկուսի տանն եք տեսնում, ինչ էր տեղի ունենում, վիդեոն հատկացրել են հանրությանը
ես պիտի դադարվեցնեմ, երբ վերադառնամ փիղերին ձեզ ցուցադրեմ, իսկ ծրագիրը հովանավորում է նաղաշ լավաշն է հովանավորում։ Նպարատուն է գնում այս տեսակ վերջեք, նաղաշ լավաշ։ Պարոն Էդվարդն է հովանավորում ծրագիրը, եթե բիզնես ունեք վաճառելու, զանգահարեք իր հետ խորհրդակցեք։ Եթե հոգնեն եք, շատ տարի եք կատարել եք, կամ էլ ուզում եք գնալ ուրիշ բիզնես սկսեք, ձեր բիզնեսը վաճառելու ժամանակ զանգահարեք այս հեռախոս համարին։ Դոկտոր Էբրահիմի հովանավորում է ծրագիրը թաթի վրա թաթի տակ, եթե վերք է, քայլում եք շնչասպառ եք լինում, զանգահարեք այս հեռախոս համարին։ 4 կենտրոն ունի Orange County-ում, Commerce, Encino, Glendale-ում 616 East Glenox փողոց։ Jackpot-ն է հովանավորում ծրագիրը։ Jackpot գեղեցիկ կոշիկներ, հագուստներ, զատիկվա առիթով խիստ զեղչված գներով ձեզ է առաջարկում, զույգը $5 է, նաև հագուստներ $5 հագուստ է առաջարկում։ Ես ձեզ ցուցադրեցի, երբ որ երեք երկրաշարժ տեղի ունեցավ, մոտավորապես ժամ 10-ից հետո երկրաշարժ տեղի ունեցավ, փիղերը, ես չգիտեի նաև, որ փիղերը իրանց ոտքերի միջոցով նաև մասնագետը ասում է, որ անդրադառնում են, որ երկրաշարժ պիտի տեղի ունենա։ Հիմա տեսեք, սա Սան Դիեգոյի գազանանոցում է, Սան Դիեգո Զում, որ մեծ տարածք ունեն փիղերը այնտեղ, գալիս հավաքվում են եւ փոքրերին իրենց մեջտեղում կարծում են, որ պիտի հարցակվեն։ Ահա այսպես տեսնում եք, տեսեք մեջք չեն տվել, փոքրերին կենտրոնում են հավաքել, այդ փոքր փիղերը մնում են կենտրոնում, մեծերը շրջապատում են ծագերին, ավել փոքր փիղերին, այստեղ տեսեք, եկան եւ մեջքի տված կարծում եմ, որ իրենց վրա հարձակում է լինելու, ծագերն են, որ միշտ վտանգի առաջ են, փոքր փիղերն են վտանգի առաջ են, տեսնում եք այստեղ եւ որպեսի պաշտպանեն, հետո տեսնում են մի տեղ չի պատահում, հետո թողում գնում են այս կենդանիները գնում են այսպես, երբ որ երկրաշարժը արդեն էլ այսպես այդ զգացումը չի լինում, թողում են գնում են, բայց տեսեք ամեն տեղից եկան հավաքվեցին եւ փոքրերին իրենց մեջտեղը պահին, որովհետեւ իրենք նախապես անդրադարձել են, իրենց ոտքի միջոցով ասում են, կարողանում են զգան հողաշերտում ինչ է լինելու, նախքան երկրաշարժը մի քիչ նախապես անդրադառնում են։ Գիտեք, այս երկրաշարժը շատ խորքում էր, բարեբախտաբար տեղի ունենում, դրա համար վնասը քիչ եղավ։ Երբ երկրաշարժը ինչքան մակերեսին մոտիկ է լինում, սա 8.9 miles խորքում էր, մոտարապես պատկերացրեք 13.5 կիլոմետր խորքում էր, դրա համար ավել քիչ տարածքում եւ ավելի քիչ վնաս հասցրեց, եթե որևէ մահտեղի չի ունեցել, մեծ խոշոր շենք կամ մի չի փլվել, չի վնաս հասել, բարեբախտաբար։ Ծրագիրը եկավ իր ավարտին, ձեզ կհանդիպեմ վաղը, մի շնորհանդիպում։